Սիրելի ընկերներ, նոր լուրեր ենք ստացել, որ Արագածոտնի մարզից 12 հոգևորական ձերբակալված է։ Արագածոտնի մարզի բոլոր եկեղեցիները փակ են։ Նոր մեր ընկերներից մեկն ասում է գնացել են հարսանիքի, անգամ հարսանիքը չեն կարողացել անեն, հոգևորական չի եղել իր օրհնությունը տա։ Էսի սրբապղծություն է, էսի կեղտոտություն է։ Պահանջում ենք սթափել, ամոթ, 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 ամոթ։ Պահանջում ենք սթափել, պահանջում ենք վերջացնել այս ազգակործան գործողությունները, պահանջում ենք վերջացնել, կանխել, չգիտեմ, թողել են գնան տուն, այս ինչ են անում։ Այս սրբապղծությունը ինչա նշանակում էր ամբողջ մարզի եկեղեցիները փակ են, մեր հոգևորականները ձերբակալված են։ Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որը հիմա կուզեմ ընթերցել ձեզ համար։ Հայտարարություն։ Սույն թվականի հոկտեմբերի 15-ի լուսադեմին իրավապահ համակարգի ներկայացուցիչները Արագածոտնի թեմի Հովանավանքի սպասավոր Տեր Արամ Քահանա Ասատրյանի հրապարակած ստահոդ տեղեկությունների և իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանի հաղորդման հիման վրա խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում։ Այս պահին հայտնի տեղեկություններով բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը, թեմի 12 քահանաներ, Տեր Փարեն քահանա Առաքելյան, Տեր Հայկ քահանա Քոչարյանը, Տեր Մկրտիչ քահանա Երանյանը, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, Տեր Ղևոնդ Գափոյանը, Տեր Հայկ Սահակյանը, Տեր Սարգիս Սարգսյանը, Տեր Գարեգին Արսենյանը, Տեր Նարեկ Սարգսյանը, Տեր Օշին Հայրապետյանը, Տեր Վրթանես Բաղալյանը, Տեր Համբարձում Դանելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։ Օրենքի կոպտագույն ոտնահարմամբ ժամեր շարունակ ծածուկ է պահվել Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի, Տեր Սարգիս քահանա Սարգսյանի, Տեր Նարեկ քահանա Սարգսյանի, Տեր Օշին քահանա Հայրապետյանի, Տեր Համբարձում քահանա Դանելյանի, Տեր Վրթանես Բաղալյանի պահման վայրը և նրանք զրկված են եղել իրավական աջակցություն ստանալու որևէ հնարավորությունից։ Արագածոտնի թեմի առաջնորդի, թեմում ծառայող քահանաների աշխատակիցների նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման գործողությունները հերթական դրսևորումն են իշխանությունների հրավիրած հակաեկեղեցական համակարգված արշավի։ Նմանօրինակ դատապարտելի գործողություններով ակնհայտ չարամիտ դիտավորություն է հետապնդվում խափանելու եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելով եկեղեցու հեղինակությանը և վախի ու տագնապի մթնոլորտ ստեղծելու հոգևորականների, հավատացյալների և հանրության լայն շրջաններում։ Հակաօրինական այս գործողությունների պատճառով խոչընդոտվել է թեմի գործունեությունն ու ծիսահարարողական կյանքը, խաթարվել հոգևոր հովիվների ծառայությունը։ Ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ ՀՀ իշխանությունները կոպտորեն ոտնահարում են կրոնական ազատությունների իրավունքը, վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները, շարունակում տարածել ատելություն, խորացնելով հանրային պառակտումը։ Մեր հոգևորականներին և հավատացյալ ժողովրդին կոչ
կոչ ենք ուղում չտրվել սադրանքներին, ամուր մնալ եկեղեցու պաշտպանության դիրքերում, խարդավանքներով, սպառնալիքներով եւ բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգեվոր սպասավորի եւ հավատավոր ժողովրդին։ Աղոթում ենք հայրենի մեր երկրի խաղաղության եւ մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար։ Սիրելի հայրենակիցներ, սա արդեն քաղաքականություն չէ։ Այստեղ մենք գործ ունենք մեր ինքնության կործանման հետ։ Փոքրիկ խմբակը վարչապետի աթոռը զբաղեցնողի գլխավորությամբ հստակ նպատակ է դրել վերացնելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Այլ բան ես չեմ կարող ասել։ Եթե Սամվել Կարապետյանին կարող են կալանավորել մեր ձևով արտահայտության համար, Միքայել Սրբազանին կարող են դատապարտել իր արտահայտության համար, Բագրատ Սրբազանին կարող են դատապարտել նրա համար, որ ուզում էր ազատվել այս իշխանություններից օրինական ճանապարհով, իսկ այսօր ընդհանրապես սպառ չի, թե ինչու է մեղադրվում Մկրտիչ Սրբազանը եւ 12 հոգեվորականները։ Ես հույս ունեմ, որ մեր հավատացյալ ժողովուրդը ի վերջո ոտքի կկանգնի ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ այն մարդը, սա ասում եմ անձամբ իմ անունից, այն մարդը, որ այս երևույթը կշփոթի քաղաքականության հետ, նա այլևս պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի ազգադավ քաղաքականությանը։ Սա իմ անձնական կարծիքն է։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սրբազան հայրերին,